Գավառ համայնքում անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական խճուղային հեծանվավազքի 2026 թվականի համայնքային փուլը։ Մինչ մրցաշարի մեկնարկը նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, մասնակիցներին համարներ են հատկացվում, փորձարկվում են հեծանիվները, համապատասխան հանդերձանքներն են կարգավորվում, դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներն էլ տալիս են վերջին հրահանգները։ Նախորդ պարապել ենք, տեղը գնացել ենք Սևան, մինչև Գագարինի Ծրազդան, մեզ ուղեկցել են, շատ օգնել են ֆեդերացիայի մարզիչներից, պարապել ենք, նախապատրաստվել ենք, ցանկություն ունենք, որ հաղթենք, անցնենք մարզային փուլ։ Ես շատ եմ սիրում հեծանիվ վարել եւ սա առիթ է, որ ես գայի եւ իմ ուժերը փորձեի, շատ շնորհակալ եմ կազմակերպիչներից։ Չնայած եղանակը վատ է, բայց մեծ սիրով մասնակցում ենք հեծանիվ վարելու մրցույթներին։ Այդքան կիլոմետր անցնելը պիտի կամք ունենաս, որ կարողանաս անցնել, նպատակասլաց լինել։ Մրցաշարը մեկնարկում է Նորատուս բնակավայրի վարչական տարածքի մայրուղուց։ Մրցաշարին մասնակցում են Գավառ համայնքի 24 հանրակրթական դպրոցների 2 տարիքային խմբերի 120 պատանիներ եւ աղջիկներ։ Վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի մրցաշարը համայնքային փուլը կազմակերպել է Գավառի համայնքապետարանը։ Մասնակցում են 2 տարիքային խումբ, 7-ից 9-րդ դասարանցիներ եւ 9-ից 12-րդ դասարանցի հեծանվային սպորտի սիրահար դպրոցական աշակերտները։ Մեզ նաև օգնում են մեր մարզի բարեկային ծառայությունը եւ մեր շտաբ օգնության մեքենաները, ապահովում են մեր անվտանգությունը։ Մրցաշարի մասնակից հեծանվորդները հաղթահարում են 25 կիլոմետր մրցատարածություն Նորատուսից մինչև Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքը։ Հաղթական եզրակիցը 40-րդ րոպեում առաջինը հատում է Ծովազարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Մարատ Թորոսյանը։ Հաջորդաբար մրցատարածությունը հաղթահարում են նաև Մարատի թիմակիցները։ Այդպիսով Ծովազարդի միջնակարգ դպրոցի 2-րդ տարիքային խումբը մրցաշարում առաջին տեղն է գրավում։ Շատ ուրախ եմ, որ հասել եմ առաջինը, նաև շատ հպարտ եմ, որ թիմս ընկել է առաջ տեղ։ Ցանկանամ, որ բոլորդ զբաղվեք սպորտով եւ առողջ լինեք։ 2-րդ տարիքային խմբում մրցանակային տեղերն համապատասխանաբար զբաղեցնում են Գավառի համար 3 հիմնական դպրոցի եւ Գանձակի համար 2, Գանձակի համար 1 միջնակարգ դպրոցների թիմերը։ Ես շատ եմ սիրում հեծանիվ վարել եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն է տրվել իմ ուժերը փորձելու ու շնորհակալ եմ, որ կազմակերպիչներին, որ այսպիսի բան են կազմակերպել։ Արդեն 3-րդ տարի է, որ անցկացնում ենք այս մրցաշարը եւ այս մրցաշարը նպաստում է մարզիկների առողջ ապրելակերպին եւ այդ սպորտաձևի զարգացմանը։ Համայնքային փուլի հաղթողները պարգևատրվում են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հավաստագրերով։ Նրանք մայիսի 27-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։